Թուրքերը կացիններով կտրում էին հայերի գլուխները, նետում Եփրատ գետը։ Ուրֆայի կամուրջ գյուղից Հակոբ Մութաֆյանի վկայությունն է, թորան միջոցով է մեր օրեր հասել։ Տեղահանված հայերը քաղցած, ծարավ, արևահար, ուժասպառ ոտքով հասել են մինչև Դերձոր։ Այստեղ, ասում է, Եփրատ գետի ջուրը ներկված էր հայերի արյունով։ Արաբ մի անապատական փրկել է Հակոբին, տարել իր ոչխարների հովիվը դարձրել։ Տարիներ հետո Հակոբն ամուսնացել է իր պես որբ հայ աղջկա հետ, 5 երեխա ունեցել։ Արաբ անապատականներն են պատմել, այդ օրերին թուրք ոստիկանները հայ աքսորականներին լցրել են խոշոր քարայրի մեջ, մուտքը փակել ու կրակի տվել։ Քարայրում միայն հայերի մոխրացած ոսկորներն են մնացել։ Այսպիսի վկայությունները մեկը չեն, երկուսը չեն։ Հարյուրավոր պատմություններ են, մեկը մյուսից հրեշավոր, մեկը մյուսից արյունոտ։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Արմաթ մեդիա AM կայքում։